Քննարկում ենք հարցամար 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների մասին, զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Համեցեք տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, այս տարին իսկապես շատ կարևոր տարի է մեր պետության համար, որովհետև այս տարի մենք նշում ենք մեր պետության կազմավորման 35-ամյակը և պարզ է, որ այդ հոբելյանական իրադարձությունը պետք է ըստ պատշաճի նշել, դրանով նաև հերթական անգամ արժևորելով պետականությունը իբրև մեր ամենակարևորագույն ձեռքբերում և նպաստելով նաև մեր քաղաքացիների և պետության կապի ամրապնդմանը։ Ու այս իսկ տրամաբանությամբ ներկայացվել է միջոցառումների այս շարքը և շարքի հիմքում դրված է այն գաղափարը, որ իրականում անկախության 35-ամյակը չի կարող տոնվել միայն Երևանում և մենք պետք է կարողանանք միջոցառումները պլանավորել այնպես, որպեսզի դա իսկապես դառնա իրադարձություն և տոն մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում և յուրաքանչյուր համայնքում։ Եվ հենց այս տրամաբանությամբ մենք պլանավորել ենք մի շարք միջոցառումներ, որոնք ընդգրկելու են թե հյուսիսը, թե հարավը, մասնավորապես մեր միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 17-ին Իջևանում, այնուհետև 18-ին Վանաձորում, 19-ին Կապանում և սեպտեմբերի 20-ին Գյումրիում կունենանք մեծ համերգներ, յուրաքանչյուրը իր ժանրի մեջ, մասնավորապես Իջևանում պլանավորել ենք ջազի, ուրեմն տրամաբանության մեջ մեր համապատասխան թե նվագախմբերի և թե արտիստների մասնակցությամբ, շեշտը դնելով անկախության տարիներին գրված ստեղծագործությունների վրա և այդպիսով նաև մեր հանրության համար ավելի տեսանելի դարձնելով անկախության շրջանի մշակութային այն ստեղծագործությունները, որոնք դարձել են նաև մեր պատմության մասը։ Վանաձորում կունենանք ռոք երաժշտության համերգ, որտեղ էլի մեր տարբեր ուրեմն արտիստներ ներգրավված կլինեն, կունենանք նաև հրավիրված ճանաչված համաշխարհային դիրիժոր։ Կապանում նախատեսել ենք ունենալ տարբեր բենդերի մասնակցություն, սիրված և նաև կարևոր է, որ համերգին կմասնակցի Վարչաֆեստ 2026 փառատոնի Grand-Prix մրցանակակիրը, որը շատ խորհրդանշական է, որ նույնպես մի բենդ է, որը ներկայացնում է Կապանը, Redline խմբի մասին է խոսքը։ Գյումրիում կունենանք արդեն դասական երաժշտության համերգ, որտեղ բնականաբար նախատեսված բովանդակությունը նաև մշակութային այդ շերտը հասանելի կդարձնի մեր հանրությանը։ Հոբելյանական միջոցառումների շարքը կամփոփենք սեպտեմբերի 21-ին Երևանում Հանրապետության հրապարակում և սա էլ խիստ խորհրդանշական է, որովհետև այս տարին նաև հոբելյանական է Հանրապետության հրապարակի համար։ Այս տարի մենք նշում ենք Հանրապետության հրապարակի կառուցման մեկնարկի 100-ամյակը և պետք է ասել, որ սա նաև ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական ծրագրում և մենք պլանավորում ենք այս իմաստով նաև Հանրապետության հրապարակը թե իր ճարտարապետությամբ և թե նաև որպես մեր պետության խորհրդանիշ ավելի տեսանելի դարձնել և բնականաբար այդ օրվա միջոցառումներն էլ պլանավորվել են այնպես, որպեսզի մենք թե անկախության 35-ամյակի նշանավորումը անենք և թե նաև տեսանելի դարձնենք Հանրապետության հրապարակը։ Եվ պետք է ասեմ, որ մի շարք անակնկալներ ունենք, որոնք չէի ուզի այս պահին բացահայտել, բայց պետք է ասեմ, որ իր նշանակությամբ և բովանդակությամբ բավական եզակի նաև միջոցառում է լինելու, կունենա երկու հատված, առաջին հատվածում կլինի փոքրիկ ներկայացում և երկրորդ հատվածը կլինի համերգային, որտեղ հանդես կգան մեր սիրված կատարողները, ավարտելով ամբողջ երեկոն հրավառությամբ և սիրով նաև այսպիսով բոլորին իրազեկում ենք և հրավիրում ենք մասնակցել մեր երկրի համար իսկապես կարևոր այս տոնակատարությանը, որը մի կողմից նշանավորում է մեր անցած ճանապարհը, բայց մյուս կողմից էլ ցույց է տալիս մեր ապագան և այդ իմաստով է ընտրված նաև այս 35-ամյակի բրենդավորումը, որի հիմքում ընկած է թռչունի գաղափարը, ցույց տալու նաև մեր պետության թռիչքը և վերելքը, որը սկսվել է և շարունակվելու է։ Եվ նաև ասեմ, որ սա մեր միակ միջոցառումը չի, մենք կշարունակենք նաև նախորդ տարիներից դրված ավանդույթը և այդ օրը կունենանք նաև թանգարանային նոր ցուցադրություն պատմության թանգարանում Բեռլինի թանգարանային կղզու հետ համագործակցությամբ և դրանով իսկ Բեռլինի 6 թանգարանների և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուների ընտրանուց բացառիկ ցուցադրություն կբացվի, որը հասանելի կլինի մեր հանրությանը
շինարարության համար 6 ամիս շարունակ եւ հուսով եմ, որ մշակութային նաեւ այս միջավայրերը հնարավորություն կտան պատմական կոնտեքստներում նույնպես անդրադառնալ մեր ինքնության եւ արժեքների կարևոր շեշտադրումներին։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։